Կատարում է նաև թիմի ավագի գործառույթները, որովհետև Պետրոս Ավետիսյանը բացակայում է եւ այսօր անգամ պայստայների նստարանին չէ։ Գրում է նա Չեզրով, Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները շատ վտանգավոր էր եւ Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչը։ Փոխանցում Ձախեզեր, առաջ են շարժվում չեմպիոնի ֆուտբոլիստները, նա խաղա նաև 3 կենտրոնական պաշտպանով, բայց հիմա եթե ուշադրություն դարձնեք, Իբրահիմը առաջ է շարժվել, վտանգավորը ինչ նշում է առաջարկում, մեկնարկում Արարատ Արմենիան եւ դարպասաձողը եկավ օգնության, բայց նախորդ խաղում էլ Պետրոս Ավետիսյանը փոխարինվեց եւ չեմ բացառում այն տարբերակը, որ վնասվածք ունի, վտանգավոր է Բոկով, երկրորդ հնարավորությունը Արարատ Արմենիայի համար առաջում անցկացրեց Տորեսը։ Արթուր Քարտաշյանը բացակայում էր եւ այսօր Արթուր Քարտաշյանը վերադարձել է մեկնարկային կազմ, բայց Քարտաշյանի բացակայությունը գրեթե վստահ է, որ առաջին խաղում ունեցած վնասվածքով էր պայմանավորված։ Հիմա վերջապես կարելի է խաղարկել գնդակը, Շաղոյան եւ գնդակը ուղղակի անհավատալի կերպով չհայտնվեց դարպասում։ Լինեմ անկեղծ, ես արդեն Տուլիպայի թիմը տեսնում եք ինչ է անում այս րոպեներին, լավ փոխանցում էր Ֆրանսան էր ու դեռ բախտը կարելի ասել ժպտում է Վանին։ Նդուրն էր ձեր էկրաներին։ Առաջին մրցաշրջանը չէ այս արձակվողը սենեգալցին անցկացնում Արարատ Արմենիայում, նախորդ մրցաշրջանում 11 Նդուր Մալիս Այոնգոյի հետ խաղաց, Այոնգոն մինչև Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, վտանգավոր է եւ հերթական անգամ շեղ է։ Ալյոնենը դուրն է հիմա նաեւ գնդակի մոտ, վտանգավոր է, երվից հարված ու ուղիղ դարպաս։ Երբեմն փորձում է դուրս գալ պաշտպանությունից, հիմա ձախ եզրը բաց է մնացել Վանի, բայց դանդաղ է։ Ֆրանսան հետ փոխանցում Պերեյրա Տուգանային հրապարակ ուղարկեց, այստեղ դարպասապեր, որում սա առաջին դեպքը չէ, երբ գնդակի մոտ հայտնվում է հարձակվողը։ 4 ֆուտբոլիստով պատ է կազմել Դանիլա Բոկովը, տարածությունը հեռու է։ Դուրս շատ բարձր զրկել բոլոր տեսակի հույսերից խաղափրկելու Վանի ֆուտբոլիստներին։ Ժիրե Շաղոյանն է իրացնելու ստանդարտը, ցածրից փոխանցեց ու գնդակը չհայտնվեց դարպասում, անհավատալի էր, մեր տեսած խաղաժամանակում։ Այսօր Նարեկ Մանուկյանի մասին ընդհանրապես չենք խոսում, Մանուկյանը կտրված է խաղից, բայց Մանուկյանն է իրացնում անկյունայինը, բարձրից փոխանցում Իբրահիմը, առաջինը ասա, պետք է օգնեն Օբինայինը, անընդհատ առանց օգնության են թողնում, հերվից արված և շատ վտանգավոր էր Արման Ներսեսյանը փրկեց։ Այս սապահ էր, այս հնարավորություն էր և սապահարել է պետք, իհարկե, Չիմուկա Լուենդոյի Էլոյանը միանգամից առաջացավ, երկու կենտրոնական արձակվողները փորձեցին դիրքային փոփոխություն կատարել և 11 մետրանոց հրաշալի կոմբինացիա կարճ տարածության վրա Էլոյա մետրանոց հարվածը և այդ 11 մետրանոցը արդեն հաստատվել է։ Կոլումբացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում 5 գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի Պրեմիեր լիգայում ու հիմա կարող է գոլ խփել։ Ալբանդյանը վերջին հրահանգները տվեց, Բալանտան պատրաստ է, կարևոր պայ է Վանի համար, Բալանտա և շեղ է արվածում Խուան Բալանտան, Վանը դեռ խաղի մեջ է։
22 տարեկան է Գաբրիել Եղիազարյանը։ Այս մրցաշրջանում նրա առաջին հանդիպումն է լինելու։ Եզրային պաշտպան Գոմեսներ, տանգավոր է, Էլոյան և բրավո Արայիկ Էլոյան, շատ գեղեցիկ գոլ խփեց ձախ ոտքով, հեռավոր վերին անկյունը